Դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, ես Զարուհի Ռշտունին եմ, օրվա գլխավոր թեմաները նախ համառոտ։ Առանձնազրույց Դմիտրի Մեդվեդևի հետ մասնակցություն Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, ավարտվել է վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Բելարուս։ Ձերբակալություն $1000 կաշառք ստանալու համար ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։ Վերադարձ Հայաստան կամ սիրիահայերի դժվարին ուղին հայրենիք է ժամանել պատերազմական Հալեպից փրկված ևս 5 հայ ընտանիք։ Փոխադարձ մեղադրանքներ Իդլիբի ողբերգության համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է հանգամանալից հետաքննություն անցկացնել սիրիական դպրոցի ռմբահարման առնչությամբ։ Շամանները գուշակում են Հիլարի Քլինթոնի ապագան, ինչ են կանխատեսել պերուացի պայծառատեսները դեմոկրատ թեկնածուի համար։ Ոչ միայն շահույթ չի ստացել, այլև աշխատել է վնասով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ նախազգուշացում է տվել Yandex տաքսի ծառայությանը։ Հայտնի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախագահի մրցանակի 2016 թվականի մրցանակակրի անունը, ով է արժանացել այդ բարձր տիտղոսին։ Աշխարհին ավելի քան 1200 ստեղծագործություն նվիրած երգիչը չէր կարող նման պատվի չարժանանալ։ Հոլիվուդի փառքի ծառուղուն կբացվի Շարլ Ազնավուրի աստղը։ Պրեմիերա առաջինի եթերում պատրաստ են մանկական Եվրատեսիլ 2016 մրցույթի հայաստանյան երգն ու տեսահոլովակը։ Այս եւ այլ թեմաների մասին այժմ առավել մանրամասն։ Նախագահ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ֆինլանդիայի դեսպան Արիա Մակոնենը։ Հանրապետության նախագահը նշել է, որ Երևան-Հելսինկի հարաբերությունները կայուն զարգանում են։ Քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ գործակցում են նաև միջազգային կառույցների շրջանակում եւ միջազգային շատ խնդիրների նկատմամբ ունեն միանման մոտեցումներ։ Այս ամենը նախագահ Սարգսյանի համոզմամբ լավ հիմք է ստեղծում հայ-ֆիննական հարաբերություններն ավելի ամրապնդելու եւ խորացնելու համար։ Սերժ Սարգսյանը կարևորել է իրավապայմանագրային դաշտի զարգացումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումն ու այդ ներուժի լիարժեք օգտագործումը միջպետական հարաբերություններում։ Դեսպան Արիա Մակոնենը համակարծիք լինելով երկկողմ միջպետական հարաբերություններին նախագահի տված գնահատականի հետ կարևորել է նաև առևտրատնտեսական կապերի սերտացման նպատակով փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Աշխատանքային այցով Բելարուսում էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Մինսկում մեր երկրի գործադիրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի Դմիտրի Մեդվեդևի հետ, մասնակցել Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։ Ինչից հետո Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ եւ նշել, որ բանակցություններն ու քննարկումները բավականին հետաքրքիր էին եւ այս հարթակները հարմար են հետխորհրդային երկրներում թե շուկայի եւ թե հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար։ Բելարուսի մայրաքաղաքից պատմում է Արմինե Ուդումյանը։ Անկախության պալատում Բելարուսի նախագահի հետ բազմակողմ հանդիպումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնեց Մինսկի ազգային գրադարանի շենք, որտեղ նշանակված էր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այն նախ մեկնարկեց նեղ կազմով, ավելի ուշ տեղի ունեցավ ընդլայնված նիստը, որի բացմանը Բելարուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նշեց, որ քննարկվել են բազմակողմանի համագործակցության խնդիրներ գործնականում բոլոր ուղղություններով, որոնց շարքում շարունակում են կարևոր մնալ տնտեսական հարցերը։ Նա տեղեկացրեց, որ դեռևս վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել ծառայությունների ազատ առևտրի գոտու համաձայնագրի առնչությամբ։ Օրակարգային 20-ից ավելի հարցերից մեկով քննարկվեց ազատ առևտրի գոտու համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքը։ Մեկ այլ կետով ԱՊՀ անդամ երկրներում մինչև 2030 թվականը էներգետիկ ռեսուրսների արտադրության ու սպառման կանխատեսումները։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ուշադրության առարկա դարձան նաև սպառողների իրավական տեղեկացվածության, լեռնամետալուրգիական, ավտոմեքենաշինության, բույսերի կարանտինի, մաքսանենգ ապրանքների տարածման կանխարգելման ոլորտներում համագործակցության մասին հարցեր։ Լրագրողների խնդրանքով ամփոփելով իր առաջին աշխատանքային այցի արդյունքները, վարչապետ Կարապետյանը նշեց, որ բանակցություններն ու քննարկումները հետաքրքիր էին։ Ընդհանրապես այս հարթակները հարմար են, որպեսզի այն հարցերը, որը որ
հետխորհրդային երկրներում կուտակվել են թե շուկայի առումով, թե հետաքրքրությունների առումով քննարկվեն։ Եվրասիական միության ժամանակ քննարկումները շատ բուռն էին եւ առարկայական, կարծում եմ բավականին հետաքրքիր, որտեղ այնտեղ մաքսային օրենսգրքի մասին էր քննարկումները։ Այդ իսկ պատճառով, քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպենք Մոսկվայում։ Կարեն Կարապետյանի խոսքով Եվրասիական միությունը մեծ ներուժ ունի, որպեսզի գործնական հարթակ դառնա։ Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպմանը նա նշեց. Եվ որոշ հարցեր քննարկել ենք, նաև մատնանշել ենք այն հարցերը, որոնք որ փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ պայմանավորվել ենք, որ հանդիպենք։ Իսկ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հերթական նիստի աշխատանքները եզրափակվեցին լուսանկարման պաշտոնական արարողությամբ։ Արմինե Ուդումյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք, Մինսկ, Բելարուս։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են վերջին երկու շաբաթների երկու կարևոր իրադարձության՝ ազգային ժողովում նոր կառավարության ծրագրի քննարկումներին եւ ընտրական օրենսգրքին։ Ժառանգությունը նշել է, որ այս օրենսգրքով չեն կարող մասնակցել ընտրությունների թերությունների պատճառով։ Մասնավորապես նշվել է, որ այն չի ենթադրում տեղամասեր Հայաստանից դուրս։ Օրինաց երկիրը կառավարության ծրագրում ակնկալում էր առանձին բաժին գործազրկության վերաբերյալ, նաև արդյունաբերական քաղաքականություն, ասել է Մհեր Շահգելյանը։ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե հանկարծ որևէ պատճառով չիրականացվի ընտրական գործընթացը տեսանկարահանելու իրենց պայմանավորվածությունը, ընտրությունը շատ կասկածելի լեգիտիմություն կունենա։ Նրա խոսքով իրենց տեղեկություններ են հասել այդ պայմանավորվածությունը ձախողելու ցանկության մասին։ Վահրամ Բաղդասարյանն էլ վստահեցրել է, որ առայժմ նման խնդիր չկա։ Այնինչ պայմանավորվել են ընդդիմության գործընկերների հետ ուժի մեջը եւ ամրագրված է օրենքով։ Չեն կարող կողմ լինել այս ծրագրին, բայց միաժամանակ հնարավորություն պետք է տալ որոշակիորեն աշխատել։ Տեսախցիկների տեղադրումը բոլոր ընդհատեղամասերում, դա եւ բնականաբար ինտերնետով on-line հեռարձակումը, այն ամենի ինչ որ կատարվում է ընդհատեղամասերում, ամբողջ ընտրական գործընթացի, այդ թվում նաեւ հաշվառման գործընթացի, դա մեր պայմանավորվածության անբաժանելի մասն է։ Ինչը որ պայմանավորվել ենք, դրանք բոլորը ուժի մեջ են, եթե կան տեխնիկական խնդիրներ եւ ճշտումներ կկատարեմ, ամենայն դեպս մենք ինչ պայմանավորվել ենք մեր ընդդիմադիր գործընկերների եւ քաղաքացիական հասարակության հետ, դրանք ամրագրված են ընտրական օրենսգրքում, եթե կան նման երևույթներ, ես ճշտումներ կկատարեմ, եթե կան տեխնիկական խնդիրներ, դա այլ խնդիր է, բայց ամենայն դեպս առայժմ նմանատիպ ինֆորմացիա չկա։ Մեկ հաղորդագրություն ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը։ Ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երևանի հետ յոթնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է $1000 գումար, որի փոխանցումն իրականացվել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, հեսա քեզի 10։ Հիմա մնացածը արդեն մնացածը մեկ իրար չենք ճանաչում, բայց իրար հետ կապի մեջ կրվենք, հասկացա՞ք։ Պետք է իմանա, որ մենք ինչ հարաբերությունների մեջ ենք աղում։ Բայց ասեմ, թե ինչ կարգում, ոնց, ամսի 31-ի նիստը կետացիքն, որ ես իմանամ, թե ինչ կարգով ենք անանելու, ակննել, այսինքն պետք է ես թելադրեմ գրեմ, դու սորագրեմ։ Առերևույթ հանցագործության արդիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն։ Դեպքի արդիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ Իշխան Բարսեղյանը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է։ Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհրդին դատավոր Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով նախագահին դիմելու համար։
Ավելացնեմ, որ հանցագործության համար մեղավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այժմ սահմանին տիրող իրավիճակի մասին։ Այս գիշեր Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց։ Ինչպես հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ությոս և դեշեկա տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։ Այսօր հայրենիք է վերադարձել սիրիահայերի հերթական խումբը։ Շուրջ 6 տարի շարունակվող սիրիական ճգնաժամի հետևանքով մեր հայրենակիցները մեծ դժվարությունների միջով են անցել, կենաց ու մահու կռիվ մղել և մի կերպ փրկվել պատերազմի թատերաբեմ դարձած քաղաքից։ Այստեղ Երևանում նրանց արդեն սպասում են վարձակալած բնակարաններով և ապահով կյանքի համար բոլոր պայմաններով։ Սուսան Բադալյանն է դիմավորել Հալեպի մեր հայրենակիցներին։ Հալեպը մեր երկիրն է, բայց դիմանալ էլ հնարավոր չէր։ Պատերազմից Հայաստան փրկվելու եկող սիրիահայերի առաջին խոսքերն են։ Միայն հոկտեմբերին Զվարթնոտ օդակայանը 50 սիրիահայերի է ընդունել։ Վիճակնից քեշ եղավ, շատ քեշ, yani դիմանալիք չի մնաց, yani հաուները այլևս դուներում մեջ գինար գոր, քիշերները քուն չունեին։ Այսօր Հալեպից 12 հոգի, 5 ընտանիք Երևան հասավ։ Օդանավակայանում դիմավորողները շատ են Սփյուռքի նախարարության ու բարեգործական միությունների ներկայացուցիչների հետ միասին, այստեղ նաև հալեպահայերի ծանոթ հարազատներն են։ Մենք կբայենք, ինչա որ ուզեն կբայենք, բայց իրենք ուզեն որ դուն զապտուն առնեն։ Ընտանիքները Երևան են ժամանել ավետարանական եկեղեցու աջակցությամբ, Երևանյան գրասենյակն էլ նրանց համար ժամանակավոր կացարաններ էր պատրաստել, սակայն պարզվեց, որ բոլոր ընտանիքներն էլ սպասող տաք անկյուններ ունեն, մինչև։ Մի քանի օր կմնան այնտեղ, մինչև արդեն ինձ համար անպատասխան բնակարաններ կգտնենք, վարձատրության հարցերով արդեն կդիմենք ավետարանչական ընկերակցություն, որպեսզի իրանց հետագա նաև այդ վարձավճարները փոխհատուցվեն։ Ընտանիքների համար տներ կվարձակալվեն 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Տուն, տեղ, աշխատանք ու խաղաղություն կորցրած այս մարդիկ ամեն ինչ պետք է զրոյից սկսեն։ Նեղ օրեր անցուցինք, քեշ օրեր անցուցինք, բայց դիմացանք։ Հույսով եմ, որ լավ գլա ամեն ինչ։ Կգտնեմ հաջողություն, զավակներս դպրոց երթան։ Սաբա ընտանիքի որդիներից Հակոբը, որ սիրիական բանակի զինվոր էր, անցյալ տարի զոհվեց Դերձորում։ Հայաստան գալու որոշումն ընտանիք կայացրեց, երբ մյուս որդին Ժանը վիրավորվեց, երբ ռումբերն իրենց տուն մտան։ Շատ մոտ է, ազատ զորքի աբագիները կդրդվա բադեջայթա փախանք, ցկեցի ամեն ինչ չեկան։ Վիրավոր, ուսին 6 վիրահատական կարով Ժանը օդակայանի երջանիկներից է։ Այստեղ նրան դիմավորողների շարքում ապագա նշանածն է Զարմիկը, որ 1.5 ամիս առաջ է տեղափոխվել Սիրիայից, կարոտել է։ Այո, շատ։ Նշանադրությունը մինչև նոր տարի։ Հալեպում սափրիչ աշխատած Ժանը սիրելիի հետ ապահով կյանքի համար պատրաստ է փոխել մասնագիտությունը։ Սուսան Բադալյան, Հակոբ Սարգսյան, առաջնալիք։ Իսկ Հալեպում վիճակը կտրուկ սրվել է։ Ապստամբ խմբերը կառավարական զորքերի պաշարումը ճեղքելու նպատակով անցել են սրընթաց հակահարձակման։ Սակայն սիրիական բանակի հրամանատարությունը պնդում է, որ դրությունը վերահսկում է։ Սիրիական ճգնաժամի հարցն այսօր դարձել է Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների գլխավոր թեման, որին մասնակցել են Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները։ Լուսինե Կոշեցյանի անդրադարձը։ Արևելյան Հալեպը վերահսկող ապստամբ խմբավորումներն ուժեղ հակահարձակում են սկսել։ Մինչև այդ գրոհայները քաղաքի արևմտյան հատվածը հոծ հրթիռակոծության են ենթարկել, արձակվել է 150-ից ավելի հրթիռ, ինչի հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել առնվազն 100 մարդ։ Ահաբեկչական Ահրար Ալ-Շամ խմբավորման տեղեկատվությամբ հրթիռներ են արձակվել նաև Լաթաքիա նահանգի նշանակետերի ուղղությամբ։ Սիրիական բանակի հրամանատարությունն իր հերթին պնդում է, որ բանակն ու նրա դաշնակիցներն իրավիճակը վերահսկում են, իսկ զինված խմբավորումներին քարտեզը փոխել չի հաջողվի։ Նույն վճռականությունն է հայտնել նաև
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում իր ռուսաստանցի եւ իրանցի պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո։ Մենք չենք թույլատնի մեր ջանքերը ահաբեկիչների դեմ պայքարում։ Մենք Հալեպը կազատագրենք նրանցից եւ քաղաքը կվերամիավորենք։ Միաժամանակ սիրիացի նախարարը հավաստիացրել է, որ Սիրիայի իշխանությունը պատրաստ է անհապաղ վերսկսել միջսիրիական բանակցությունները։ Նաեւ կարող է համաձայնվել նոր հրադադարի պայմանով, որ սիրիական ինդիմադիր խմբերին աջակցող պետությունները հոգ տանեն, որ այս անգամ խաղաղ բնակիչները կարողանան անվտանգ հեռանալ Հալեպի սիրիական բանակով շրջապատված հատվածից։ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ահաբեկիչներն իրականում այս պահին են փակ պահում քաղաքից դուրս տանող ճանապարհները։ Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի իրագործումը ձախողվեց զինված ընդդիմության մեղքով։ Միացյալ Նահանգները եւ տարածաշրջանում նրա դաշնակիցները չկարողացան կամ չցանկացան ապահովել այդ ռեժիմի իրականացումը։ Արդյունքում սպառնալիքի տակ հայտնվեցին արևելյան Հալեպի հազարավոր բնակիչներ, որոնց ահաբեկիչները որպես կենդանի վահան են օգտագործում։ Ավելի վաղ ՄԱԿ-ը պահանջել էր հանգամանալից հետաքննություն անցկացնել սիրիական դպրոցների ռմբահարման առնչությամբ, ինչի հետևանքով տասնյակ երեխաներ էին զոհվել նաև ուսուցիչներ, չհաշված բազմաթիվ վիրավորները։ Չսպասելով հետաքննությանը, ամերիկյան պետքարտուղարությունը շտապել էր հայտարարել, թե ռումբերը նետել են կամ սիրիական, կամ ռուսական ռազմական օդանավերը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է մեղադրանքը, հակադարձելով, որ ռմբակոծման արևմուտքի տարածած տեսանյութը մոնտաժված է եւ կեղծ, իսկ ռմբահարման օրը Ռուսաստանի ռմբակոծիչներն այդ շրջանում ընդհանրապես չէին եղել։ Մոսկվան նաև մտահոգություն է հայտնել, որ վերջին օրերին միջազգային կոալիցիան ուժեղացրել է ավիահարվածները իրաքյան Մոսուլում, իսկ դա նշանակում է, որ ահաբեկիչները Մոսուլից փախչելով կլցվեն Սիրիա։ Լուսինե Կոշեցյան, Առաջին ալիք։ Պերուացի շամանները գուշակել են, որ նոյեմբեր ամիսը հաջողություն է բերելու Հիլարի Քլինթոնին եւ նա դառնալու է Միացյալ Նահանգների առաջին կին նախագահը։ Գուշակության ծիսակատարությունը, որին մասնակցել են հանրաճանաչ 6 շամաններ, տեղի է ունեցել Լիմայի արվարձանում։ Իսկ դեմոկրատ թեկնածուն շարունակում է քարոզարշավը հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ նրան է միացել նաև առաջին տիկին Միշել Օբաման։ Ամբողջ ընտրաշավի ընթացքում տիկին Օբաման առաջին անգամ նախկին պետքարտուղարի հետ ելույթ է ունեցել ընտրողների առջև։ Քլինթոնի օգտին քվեարկելու կոչն ավելի զգացմունքային դարձնելու նպատակով Միշել Օբաման խոսքն ավարտել է «Պաշտպանեք իմ աղջկան» բառերով։ So Hillary has done her job. Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ երկրի Աղրե նահանգի Դողու Բայազետ շրջանում, այսինքն պատմական Բայազետում պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը։ Տեղի իշխանության ենթադրությամբ պայթյուն իրականացրել են Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները։ Իրանից Թուրքիա գազամատակարարումն առայժմ չի վերականգնվել։ Միջադեպից հետո Թուրքիան անմիջապես դիմել է Ռուսաստանին երկնագույն վառելիքի արտահանման ծավալը մեծացնելու խնդրանքով։ Freedom House-ը դարձյալ անդրադարձել է Աբշերոնյան երկրին։ Միջազգային իրավապաշտպան կառույցը դատապարտել է ադրբեջանցի ակտիվիստ Քիաս Իբրահիմովի ազատազրկումը։ Հիշեցնեմ, որ մայիս ամսին Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առիթով 22-ամյա երիտասարդը Բաքվում Ալիևի արձանին կատարել էր շնորհավոր ստրուկների օրը գրառումը։ Նրան իսկույն մեկուսացրել էին իրավապահ մարմինները, իսկ նախօրեին դատարանը վճռել էր Իբրահիմովին ազատազրկել 10 տարով։ Ազատազրկման որոշումը հաջորդեց նրա հանդեպ մեկուսարանում իրականացված կտանքներին, Իբրահիմովին դատեցին թմրադեղ ունենալու կեղծ մեղադրանքով։ Ադրբեջանական կառավարությունը կրկին ապացուցեց, որ վախենում է հանրային կարծիքից, հայտարարել է կառույցի միջազգային ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Հերմանը։ Freedom House-ը հիշեցնում է, որ Ադրբեջան իրենք գնահատում են որպես անազատ երկիր։ Միաժամանակ լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը ներկայացրել է այն միջազգային լրագրողների ցանկը, որոնք առաջադրվել են տարվա մամուլի ազատության մրցանակին։ Աֆղանստանից, Օմանից, Բանգլադեշից կամ Սուդանից առաջադրված թեկնածուների կողքին մրցանակին հավակնում է նաև ադրբեջանական Ազատլիկ թերթի լրագրող Սեյմուր Խազին։ Կառույցը հիշեցնում է, որ Խազին գտնվում է ճաղավանդակների հետևում կեղծ մեղադրանքով։ 2010 թվականից մեր երկրում անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախագահի մրցանակաբաշխությունը։ Ամեն տարի այս մրցանակին արժանանում են IT ոլորտի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց գործունեությամբ փոխել են աշխարհը։ Իսկ մրցանակաբաշխության անցկացման բուն նպատակը աշխարհով մեկ մեր երկիրը ճանաչելի դարձնելն է։ Եվ այսօր արդեն հայտնի է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախագահի մրցանակի 2016 թվականի մրցանակակիր
ծրագրի անունը։ Ով է արժանացել այդ բարձր տիտղոսին, գիտի Հասմիկ Առաքելյանը։ Այս մեդալի վրա պատկերված է պատմական Զվարթնոցի արծվի հայտնի քանդակը, որը շուտով կլինի ֆրանսիացի հանրահայտ գիտնական Լուի Պուզանի ձեռքերում։ Հենց նա է ստեղծել առանց կապի հաղորդակցություն երևույթը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակը ստանալու համար նոյեմբերի սկզբին նա արդեն կլինի Երևանում։ Երբ 7 տարի առաջ մենք նախաձեռնում էինք այս մրցույթը, հավատացեք, որ համարյա մարդ չէր հավատում, որ դա իրականություն կարող է դառնալ։ Ամենայն դեպս, եթե հավատում էին, այնքան քիչ էին, որ մատների վրա կարող էր հաշվել։ Երազանքն արդեն իրականություն է։ Մրցանակաբաշխության ղեկավարի համոզմամբ, թիմի գրանցած արդյունքը իրենց ակնկալածից ցուցանիշով մի քանի անգամ ավելի բարձր է։ Այս մրցանակը նախորդող տարիներին շնորհվել է Apple Computer ընկերության կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Ոզնյակին, հակավիրուսային համակարգի հեղինակ Եվգենի Կասպերսկուն եւ IT ոլորտում իրենց նորարարություններով աշխարհը փոխած հեղինակավոր եւս 4 անձանց։ Արդեն ունենք դեպքեր, երբ որ նրանցից ոմանք իրենց սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով իրականացնում են կամ աջակցում են մեր կրթական հաստատություններին Հայաստանի Հանրապետությունում։ Ունենք մրցանակակիրներ, որոնք իրենց սեփական տեխնոլոգիաներով եւ գիտելիքներով Հայաստանում փորձում են հիմնել համապատասխան կառույցներ, լաբորատորիաներ եւ այլն։ Եվ կարծում եմ, որ միայն այս հանգամանքը արդեն իսկ արդարացնում է այս ավանդույթի գոյությունը։ Գիտական ինովացիոն հենքով մեր երկրի տնտեսության զարգացման վերելքը տեսնելու ցանկությամբ Vivatel MTS ընկերությունը հիմնադրման հենց առաջին օրից այս մրցանակաբաշխության կողքին է։ Ռալֆ Իրիկյանը բացատրում է, թե ինչու։ Կապահարախոսությունը այն է, որ մենք ավելի մեր երկրի անունը ճանաչելի դարձնենք աշխարհի բոլոր արմուններում եւ ավելի մեր երկրի անունը բարձրացնենք ՏՀՏ ոլորտում, որ ինքը ավելի ու ավելի տեսանելի եւ ճանաչելի դառնա ՏՀՏ բարձր տեխնոլոգիաների կարդեսի վրա։ Ինչպես Ռալֆ Իրիկյանի, այնպես էլ մրցանակաբաշխության ակունքներում կանգնած մի խումբ մարդկանց նվիրական նպատակը իրականացման ճանապարհին է։ Հայաստանը մրցունակ է հատկապես միկրոէլեկտրոնային արդյունաբերության բնագավառում։ Հովիկ Բուսայելյանի դիտարկմամբ տարածաշրջանում Հայաստանն այն եզակի երկիրն է, որտեղ կիսահաղորդչային միկրոսխեմաների նախագծման 3 հսկա կառույցներից 2-ը Synopsys-ն ու Mentor Graphics-ը մեր երկրում ունեն իրենց պաշտոնական ներկայացուցչությունը։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։ Այսօր վերաբացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Երևանյան հիմնադրամը նոր գրասենյակում։ Հիմնադրամի նոր հարկի տակ էին հավաքվել ազգային ժողովի պատգամավորներ, Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնյաներ եւ Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերը, որի ներդրումը Գերմանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ է։ Վայլերը Երևան է ժամանել տիկնոջ հետ եւ խոստովանել, որ Հայաստան իրենց ընտանիքի համար արդեն հարազատ է դարձել։ Ես անչափ եմ, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը գործունեությունը ծավալում մի երկրում, որն առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում։ Չնայած բազում խնդիրներին, այս երկիրը որդեգրել է եվրոպական արժեքներ եւ հենց դրա շնորհիվ էլ կարող է համագործակցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ։ Կարծում եմ հրաշալի է, որ արդեն շուրջ 10 տարի Հայաստանում գործելով հանդերձ բազմաթիվ այլ գերմանական հիմնադրամների եւ նախաձեռնությունների հետ միասին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը արմատավորվել է այնքան, որ այսօր արդեն կարիք ունեցավ նոր, ավելի մեծ, ավելի լավ գրասենյակի, իսկ դա նշանակում է, որ մեզ սպասում են նոր ծրագրեր, նոր նախաձեռնություններ եւ գործունեության ընդլայնում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել են Yandex տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները։ Հակամրցակցային հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Yandex-ի գործունեությունը չի համապատասխանում օրենքի պահանջին եւ պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր։ Բացահայտվել են մի շարք հանգամանքներ, որ Yandex-ը փորձել է դաշտում հաստատվել անարդար մրցակցային կանոններով։ Հանձնաժողովը նաև փաստել է, որ այս ընկերությունը մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն շահույթ չի ստացել, այլև փաստացի աշխատել է վնասով, անհարկի գումարներ վճարելով վարորդներին, ինչն առնվազն բիզնես տրամաբանությանը հակասող գործելավոճ է, ինչը կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղմանը։ Խնդիրը կանխելու նպատակով հանձնաժողովը խիստ նախազգուշացում է արել Yandex-ին։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ հետագայում եւս հանձնաժողովը հետևողական է լինելու ընկերության գործունեության հանդեպ։
Էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս հայտնվել է հակամենաշնորհային հանձնաժողովի դիտակետում։ Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը պարզել է նաև, որ ոչ միայն Yandex տաքսի ընկերությունը, այլ նաև մնացած բոլոր ընկերությունները, որոնք գործունեություն են իրականացնում էլեկտրոնային հարթակների միջոցով, գտնվում են մրցակցային անհավասար պայմանների մեջ մյուս սովորական տաքսիների, տաքսի ծառայությունների համեմատ։ Стоит вопрос лицензирования такси. Ինչ վերաբերում է արտոնագրման խնդրին, այո, այն այս պահին ամենակարևոր հարցն է եւ մենք փորձում ենք սեղմ ժամկետում շտկել այն։ Ուզում ենք կապի եւ տրանսպորտի նախարարության հետ համաձայնության գալ, որպեսզի սահմանվի օրինակ 3% տուրք յուրաքանչյուր պատվերից կամ յուրաքանչյուր ամսվա եկամտից, որը գրեթե հավասար կլինի նախատեսված լիցենզիայի 12000 դրամին։ Ինչ վերաբերում է արդեն գործող սակագներին, պետք է ասեմ, որ ընկերությունը ոչ մի գնային փոփոխություն առայժմ չի պատրաստվում անել։ Միացյալ Նահանգների արևմտյան ափին հյուրընկալել են Շարլ Ազնավուրին։ Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն Կալիֆոռնիայում է իր համերգային ծրագրով։ Նրա հետ հանդիպելու նպատակով նախօրեին Հոլիվուդի Փանթեյջ թատրոնի շենքի մոտ էին հավաքվել տասնյակ լրագրողներ։ Իդեպի 92-ամյա Ազնավուրը, որին հաճախ կոչում են Ֆրանսիայի Ֆրենք Սինատրա, Հոլիվուդի հանրահայտ փառքի ծառուղու հարևանությամբ կունենա իր անվամբ աստղը։ Լիլիթ Սեթրակյանի ռեպորտաժը հրեշտակների քաղաքից։ Հոլիվուդի հին ու հայտնի Փանթեյջս թատրոնի շենքի մոտ առավոտից աշխուժություն էր։ Այստեղ սպասում էին Շարլ Ազնավուրին, ով մեծ համերգի առիթով ժամանել է Լոս Անջելես։ Համերգից մեկ օր առաջ մեծ շանսոնիեին բարի գալուստ ասաց Կալիֆոռնիայի սենատի նախագահ Քևին Դե Լեոնը։ Նա իբրև փոքր Հայաստանից ընտրված ամերիկացի գործիչ իր ու համայնքի անունից Շարլ Ազնավուրին նվիրեց Հոլիվուդի փառքի ճեմուղու աստղի վկայագիր։ Բարի գալուստ Հոլիվուդ գրությամբ։ Ես երկար տարիներ աշխատել եմ Հոլիվուդում, Միացյալ Նահանգները շոու բիզնեսի երկիր է։ Ես ուրախ եմ եւ պատիվ եմ համարում այս նախաձեռնությունը, ֆրանսերեն ասաց շանսոնյեն։ Որպես կիսով չափ հայ, կիսով ֆրանսիացի, երախտագիտություն եմ հայտնում Միացյալ Նահանգներին, որը ինձ միշտ գրկաբաց է ընդունում։ Չեմ ուզում խոսել կոտրված անգլերենով, ոչ էլ հայերենս է շատ վարժ։ Նախընտրում եմ խոսել ֆրանսերեն, որն իմ ստեղծագործության լեզուն է։ Բազմաթիվ տեսախցիկների լուսարձակներով, բարձրախոսներով ու լրագրողներով շրջապատված անգլերեն կամ հայերեն հարցերին ի պատասխան Շարլ Ազնավուրն ասաց. «Միկրոֆոնով հայերեն խոսել չեմ ուզում։ Բարձրախոսը իմ աշխատանքի գործիքն է, իսկ հայերենը ընտանիքից լեզուն է», ասաց նա եւ ավելացրեց. «Թերևս ասեմ միայն երկու բառ»։ Ազնավուրի այցը Լոս Անջելեսում բնորոշում են մեծ շանսոնիեի վերադարձը Միացյալ Նահանգներ, որտեղ նրան միշտ սպասում են։ Կալիֆոռնիայի սենատի ղեկավար Քևին Դե Լեոնն ասաց. «Մեծ պատիվ է իսկական լեգենդի հյուրընկալելը։ Այն էլ փոքր Հայաստան թաղամասում, որտեղ նրա դիտարկմամբ հանգրվանում է այս երկիր փոխադրվող հայերի զգալի մասը եւ որը նրա բնորոշմամբ հայկական մշակույթի կենտրոնն է»։ Քևին Դե Լեոնը Շարլ Ազնավուրին նվիրեց նաեւ 101-րդ մայրուղուց դեպի փոքր Հայաստան թաղամաս տանող ցուցանակի կրկնօրինակը։ Բարի գալուստ շանսոնյե, որպես Կալիֆոռնիայի սենատի առաջնորդ մեծ պատիվ եմ համարում ձեզ ողջունել այստեղ։ Կալիֆոռնիան, որն աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունն ունի, Ֆրանսիայից էլ մեծ, ուժեղ է իր մշակութային բազմազանությամբ։ Եվ նույնիսկ մեր հակասական նախագահական ընտրություններով հանդերձ, սա ոչ թե բաժանումների, այլ բազմազանության վայր է։ Եվ դրա մի մասն են կազմում հայերը։ Հատկանշական է, որ համաշխարհային գործունեությամբ հանդերձ Շարլ Ազնավուրը երբեք չի մոռանում իր արմատները, թե որտեղից է գալիս, միշտ կապված մնալով հայերի հետ։ Ֆրանսիայի Ֆրենք Սինատրան խոստովանեց, որ իր հանդիսատեսի հետ ամեն հանդիպումը, որտեղ էլ որ լինի, ընդունում է իբրև հանդիպում ընտանիքի հետ։ Իմ հանդիսատեսն իմ ընտանիքի մասն է, ասաց նա։ Շարլ Ազնավուրի անունը շուտով կզարդարի Հոլիվուդ փողոցի հայտնի փառքի ճեմուղին։ Հաջորդ տարի համաշխարհային անունների կողքին այստեղ կտեղադրվի նաև Ազնավուրի անունը կրող աստղը։ Լիլիթ Սեթրակյան, Անիկ Գյուլեզյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։ Անվանի արձակագիր թարգմանիչ կինոդրամատուրգ Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի տեղեկության համաձայն Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18-ից 20-ը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում, իսկ հրաժեշտի արարողությունը հոկտեմբերի 30-ին ժամը 12-ից 14-ը Հայաստանի գրողների միությունում, ուղարկավորությունը Երևանի քաղաքային Պանթեոնում։ Որոշում կար, բայց կռիվը սկսել էր ոչ թե ձեր մոտ, սեսուն, հիմա որ դուք կկարծեք ու որոշումը տնողներ, այլ մար մոտ, մշադաշտում, ելում համար կպայեք զենք,
Ռուբեն Հովսեփյանի սցենարով նկարահանված ապրիլ կարճամետրաժ ֆիլմն է Վիգեն Չալդրենյանի կինոդեբյուտը, որը Մոսկովյան համամիութենական կինոինստիտուտի շրջանավարտը նկարահանել էր 1985-ին, էկրան բերելով Հովսեփյանի հրաշալի արձակին համարժեք կինոհերոսներ։ Ֆիլմի հաջողության բանալին Ռուբեն Հովսեփյանի անկեղծ ու կենդանի հայերն էին, Լևոն Ներսիսյանի կերպավորած ազնվազարմ զինվորի գլխավորությամբ, կերպարներ, որ իրենցով ամբողջացնում էին հեղինակի կենսափորձը, տոհմիկ հիշողությունն ու արժեհամակարգը։ Տեսած մարդկանց էր գրում, տեսած բաներն էր պատմում։ Լիքը գրող կան, որ չտեսած բաներ են պատմում, ինքը կենդանի մարդ էր։ Ջուր են անում իր հերոսները, թութու ծիրան են դնում արևի տակ, սոխը բռունցքով են կոտրում, իր հերոսները հող են ուզում, բնական վիճակում են։ Սկսած Բագրատ Հովհաննիսյանի նկարահանած հնձանից հայկական կինոյի պատմությունը հարստացավ Ռուբեն Հովսեփյանի ազնիվ կինոարձակով։ Ցավոք, նրա լավագույն տարիները համընկան կինոոլորտի փլուզման հետ, բայց իր գրականությամբ իսկ անկախ Հայաստանի պատմության 25 տարիներին նաև քաղաքական գործունեության ընթացքում գրողը ճաշակի, օրինավորության ու բարոյականության իր նշաձողը սահմանեց։ Իր չափանիշի շատ բարձր էր։ Մեծ մարդ էր։ Գրական իր հունձքը աչքի էր ընկնում առաջ հերթին, եթե մեկ բառով ասեմ, ապրումի եւ լեզվի կատարյալ ազնվությամբ։ Երբեմն ասում են, որ անկեղծությունը գեղագիտական կատեգորիա չի, իսկապես ասենք, ես բայց անկեղծության մասին չեմ ասում, այլ ասենք տողի անկեղծության մասին կամ պատումի անկեղծության մասին չեմ ասում, այլ այն ազնվության, որ դու հարաբերվում ես հա իրականության հետ, հարաբերվում ես թղթի հետ, քո գրչի հետ, Աստծո հրեշտակի հետ, այդ ինչ մաքուր վիճակ է։ Երբ Ռուբեն Հովսեփյանը բռնկվեց Մարկես թարգմանելու գաղափարով, աշխատում էր Խաչատուր Աբովյան վեպի վրա։ Գրեթե 60-ամյա ընկերության հիշողությամբ Ֆելիքս Մելոյանը փաստում է. անավարտ թողեց վեպը եւ ասես մի շնչով թարգմանեց 100 տարմամենությունը։ Երկար չաշխատեց, Աբովյան էր գրում, ասում էր շատ հեշտ արեցի։ Մեր գրական միջավայրի մտածողության, ըմբռնումների, ճաշակի, չափանիշների վրա հսկայական ազդեցություն է ունեցել իր թարգմանություններով, Մարկեսյան թարգմանություններով, նկատի ունեմ 100 տարվա մենությունը եւ Նահապետի աշունը, որը բացարձակապես չի թողնում տպավորություն միջնորդված լեզվից թարգմանության, թե ինչքան բանափոխել այդ երկու գիրքը մեր գրական մտածողության վրա, այսօր ակնհայտ է եւ ինչքան դու պիտի տիրապետես քո լեզվին, որ միջնորդ լեզվից թարգմանես Գաբրիել Գարսիա Մարկես եւ ընթերցողը բացարձակապես չզգա, որ դա հա այդպես անցել է ինչ-որ ռուսերենի ավերակիչ ինչ-որ բանով էլ, հա միջնորդությամբ։ Իր իսկ խոստովանությամբ վերջին մեծ հանդիպումը մեծ մարդու հետ Սոս Սարգսյանն էր, ում վախճանից հետո մեծ արտիստին տված Ռուբեն Հովսեփյանի բնորոշումը այսօր արդեն խիստ հասցեական է նաև գրող քաղաքացի Ռուբեն Հովսեփյանի համար։ Նրան չէին կաշկանդում ոչ իշխանությունները, ոչ կուսակցությունները, ոչ օրվա օրախնդիր հարցերը։ Ինքը ապրում էր իր կյանքը, բայց այդ կյանքը այնքան լայն էր, այնքան լայն էր, որ մի օր նայում ես, զարմանում ես, թե մի մարդը ոնց կարող էր այդքան տեղ գրավել մեր կյանքում։ Նունե Ալեքսանյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։ Երևան-Մոսկվա համագործակցությունը թևակողել է համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների հերթական փուլը։ Մեկնարկել է Մոսկվայի օրերը Երևանում միջոցառումների շարքը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված գործակցության ծրագրի շրջանակում։ Նախատեսվում են կլոր սեղաններ ու գործարար համաժողովներ, որոնցից առաջինը տեղի է ունեցել այսօր երկու մայրաքաղաքների ղեկավարների և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ։ Ժամանել են հյուրեր նաև ԵԱՏՄ այլ երկրներից։
մշակութային ժառանգությունից մինչև քաղաքաշինական տեխնոլոգիաներ, կրթությունից մինչև զբոսաշրջություն։ Միջոցառումների երրորդյա այս ծրագրում ընդգրկված հարցերը բազմաթիվ են և բազմաբնույթ, որոնց լուծման շուրջ իրականացվում են կոնկրետ քայլեր։ Նման օրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս երկու մայրաքաղաքների միջև գործնական կապերի ամրապնդմանը, վստահեցրել են համաժողովի մասնակիցները, համոզմունք հայտնելով, որ ձևավորված համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու։ Մոսկվա-Երևան կապը դարերի պատմություն ունի տարբեր ոլորտներում։ Մենք անում ենք ամեն բան, որ զարգացնենք համագործակցությունը թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում, ինչն էլ թույլ է տալիս հաստատվել փոխգործակցության նոր, առավել բարձր մակարդակի վրա։ Այսպիսի միջոցառումները իհարկե նպաստում են ճանաչելիության մեծացմանը, միմյանց մշակույթի։ Բացի դրանից, լավ հնարավորություն են ստեղծում ամենատարբեր ստորաբաժանումներին եւ Երևանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի կառավարության միմյանց հետ շփվելու, միմյանց հետ համատեղ ծրագրեր մշակելու, նույն կրթության ոլորտում, այլ տարբեր ոլորտներում եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար։ Իսկ Մոսկվայում մեկնարկել է հայերը Ռուսաստանի պատմությունում և մշակույթում խորագրով միջազգային գիտաժողովը։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Նեսիսյանի օրհնությամբ և Մոսկվայի շրջանային արխիվի մասնակցությամբ կազմակերպված երրորդյա գիտաժողովի նպատակն է գիտական մակարդակով ներկայացնել Ռուսաստանի պատմության և մշակույթի մեջ հայերի ունեցած ներդրումը։ Հայերը Ռուսաստանի բանակում, Ռուսաստանի հայ ականավոր պետական գործիչները, հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանում և Մոսկվայի հայերի տոհմաբանությունը թեմաներով զեկույցները ներկայացվել են երկու հեղինակավոր լսարաններում՝ Մոսկվայի հայկական եկեղեցու գիտաժողովների դահլիճում և շրջանային դումայում։ Հայ եկեղեցու ռուսաստանյան թեմի հիմնադրման 300-ամյակին ընդառաջ անցկացվող գիտաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Պետրոս առաջինին 1717 թվականին հայոց կաթողիկոսի անունից arczepiskopos Մինասի ներկայացրած նամակը, որի տարեթիվը և դարձել է Ռուսաստանի թեմի հիմնադրման մասին վկայող պաշտոնական փաստաթուղթ։ Российская Новонахичеванская епархия Армянской апостольской церкви Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը 2017 թվականին նշելու է հիմնադրման 300-ամյակը և անհրաժեշտություն կար հիմնավոր կերպով ներկայացնել, թե ինչու հենց 17 թվականին, ինչու հենց 300 տարի։ Ռուսաստանի արխիվային ծառայությունում կատարված ուսումնասիրությունները թույլ տվեցին հաստատել, որ հենց 300 տարի առաջ 1717-ի մարտին է Մինաս arczepiskopos-ը Պետրոս առաջինին ներկայացրել հավատարմագիր նամակը։ Այժմ եղանակի մասին հոկտեմբերի վերջին և նոյեմբերի առաջին օրերը կլինեն տեղումնառատ։ Ինչպես հայտնում են հիդրոմեծարայությունից, մեր հանրապետության տարածքում ժամանակաժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյուն։ Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 2-ից 3, սակայն հաջորդ օրերին դարձյալ կնվազի 3-ից 4 աստիճանով։ Առաջին ալիքի եթե բոլորը նախագծի այս շաբաթվա հերոսը 3.5 տարեկան Հայկն է։ Նա երազում է զինվոր դառնալ, սակայն երեխայի մոտ գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն է հայտնաբերվել, ինչը կարող է խանգարել նրա երազանքի իրականացմանը։ Հայաստանում կատարված միջամտությունը բավարար չէ և Հայկի բուժման համար անհրաժեշտ է վիրահատվել նաև Մոսկվայում։ Երեխայի բուժման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամ։ Հայկի ճակատագիրը փոխելու համար 7000 համարին պետք է ուղարկել 7 թիվը։ SMS-ներ կարող եք ուղարկել անսահմանափակ քանակությամբ։ Եվ ընդամենը մի քանի րոպեից առաջինի եթերում կկայանա մանկական Եվրատեսիլ 2016 մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան։ Այս տարի մանկական մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան տարբեր երգով։ Ներկայացված տասնյակ երգերից հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ մանկական Եվրատեսիլի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը։ Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են և պայքարը դրա շուրջ։ Հիշեցնեմ, որ մանկական Եվրատեսիլն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Մրցույթին կմասնակցի 17 երկիր։ Շատ անհամբեր ենք սպասել այսօրվան, քանի որ ճիշտ ասած սա իմ առաջի նկարահանումն է, չգիտեմ, ես շատ ուրախ եմ, որ այսօրն եկել է և հուսով եմ, որ մենք իմ կարծիքով լավ կներկայանանք Եվրատեսիլում։
Չէ, ճիշտ ասած մենք շատ ուրախ ենք ու շատ էներգիայով լի։ Մենք կյանքում շատ տարբեր ենք, բայց այդ մեզ չի խանգարում շատ լավագույն ընկերներ մնանք ու մենք հույսով ենք, որ այս ընկերությունը մենք կպահպանենք։ Չէ, ինչու հույսով ենք, մենք համոզված ենք, որ կպահպանենք այս ընկերությունը։ Մենք համոզված ենք, որ կպահպանենք այս ընկերությունը։ Ես դարձյալ հիշեցնեմ, որ մանկական Եվրատեսիլ 2016 մրցույթի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան կարող դիտել մեր հիմնական թողարկումից անմիջապես հետո, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում հաճելի հանգստյան օրեր։